Համագործակցում եւ զարգացում ծրագրի շրջանակներում հրշեջ փրկար ոլորտում Հայաստանն ու Շվեյցարիան համագործակցում են 2002 թվականից։ 2000 եւ ավելի հրշեջ ծառայողներ են վերապատրաստման կուրսեր անցել, նրանց մի մասը Շվեյցարիայում։ Բացի այդ, տեխնիկական հագեցվածության խնդիրն է լուծվել։ Այսօր արտակարգ իրավիճակների ժամանակ հրատապ ու արդյունավետ փրկարարական աշխատանք կազմակերպելու համար տեխնիկական խնդիր չկա։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի համոզմամբ նաև մասնագիտական պատրաստվածությունն է բարձրացել։ Սովետական շարքային պաժառնիկը հրշեջ փրկարար է դարձել։ Եվ ի նշան շնորհակալության կամ երախտագիտության, այսօր Շիրակի մարզի հրշեջ փրկարարները կազմակերպել կամ բեմադրել էին ցուցադրական ուսումնավարժանք Շվեյցարիայի նախագահի պատվին։ Ուսումնավարժակին ներգրաված էին արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ արագ արձագանքող ու օպերատիվ աշխատանք իրականացնող բոլոր կառույցները՝ հրշեջ, փրկարար, ջրմուղագործ, բժիշկ, ոստիկան։ Ընտրված էր արտակարգ իրավիճակի բարդագույն սցենար, երբ փլատակներ են, հրդեհ է բռնկվել, կան զոհեր ու վիրավորներ։ Առաջինը գործի անցան հրշեջ փրկարարները։ Ըստ նախատեսված սցենարի ջրմուղագործները լրացուցիչ ջուր էին հասցնելու հրշեջներին, սակայն դիտահոր բացել չկարողացան, ուստի եւ հրշեջները դժվարությամբ հանգցրին հրդեհը։ Պայմանական զոհերն ու վիրավորները դեռ փլատակի տակ էին, եւ Շվեյցարիայի նախագահը տեղեկացրեց, որ իրեն մնացել է 3 րոպե ժամանակ։ Շիրակցի փրկարարների հետ մնաց արտակարգ իրավիճակների նախարարը, ումից էլ փորձեցինք ճշտել, թե որքան օպերատիվ աշխատեց փրկարար խումբը արտակարգ իրավիճակում։ Դե իհարկե պետք է որ գոհ լինի, որովհետև մենք այն խնդիրները, որ դրել ենք մեր գործընկերների առջև, իրենք կատարեցին։ Միայն փրկարարները չեն, դա նաև քաղաքացիական ծառայություններն են, ջրմուղ, մյուս, դա իրենց հետ պետք է աշխատենք, որ իրենք էլ այդ արագությանը սովորեն։ Արտակարգ իրավիճակներին որքանով է պատրաստ փրկարար ոլորտը եւ որքանով է պաշտպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Տեխնիկական զինվորության խնդիր չկա, բայց արդյոք պաժառնիկը հրշեջ փրկարար դարձել է։ Սա այնքան վարժանք չէր, ավելի շատ բեմականացում էր։ Դրա համար էլ այսպես ստացվեց, բացատրում է Հայաստանի Հանրապետությունը Շվեյցարիայի համագործակցում եւ զարգացում ազգային ծրագրի ղեկավարը։ Նման վարժանքներ պետք է անցկացնեն ինչքան հնարավոր է ավելի հաճախակի։ Այս ամեն ինչը շտկվում է ուղղակի համապատասխան վարժանքներ անցկացնելու ընթացքում։ Այդ հնարավորությունը ստեղծված է, պոլիգոնները գոյություն ունեն եւ հիմա ուղղակի հայկական կողմը ինձ թվում է պետք է այսօր նման վարժանքներ անցկացնի շատ ավելի հաճախակի, որպեսզի այդ դանդաղությունը թե եւ այլն ինչը որ նկատեցիք ավելի շտկվի, այդ համագործակցությունը տարբեր ծառայությունների ավելի դառնա արդիական եւ համապատասխան։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։